Սիրելի ներկաներ, ընկերներ, գործընկերներ, հարազատներ ջան։ Գիտեք, մենք խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին Սամվել Կարապետյանի հետ։ Մենք խոսում ենք այդ ուժեղ Հայաստանի մասին ոչ թե զուտ մեր երազանքով, խոսքերով, այլ կոնկրետ ծրագրերով։ Այդ կոնկրետ ծրագրերից 5-ը արդեն վստահ եմ բոլորը տիրապետում են։ Վստահ եմ, որ բոլորը ոչ միայն դա գիտեն, այլ նաև աջակցում են դրանց, որովհետև իսկապես դրանք հենց կոնկրետ կիրառական քայլերից մի քանիսն են, որ յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որի կարիքը իսկապես կա։ Վերջին երևի թե այս 9 ամիսները, որ փորձենք ամփոփել, շատ աբսուրդային երևույթներ տեսել ենք։ Տեսել ենք սրբազան հայրերի ապօրինի կալանավորված։ Տեսել ենք գրոհ Մայր Աթոռի նկատմամբ։ Տեսել ենք նենց երևույթներ, որ իսկապես չէին կարող պատկերացնել։ Օրինակ, տեսել ենք, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար ազգային բարերար, բոլորի կողմից հարգված, սիրված եւ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Սամվել Կարապետյանը 7 ամսից ավելի հենց կալանավորված է եղել այդ բառերի համար։ Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք։ Հիմա գտնվելով մեկ այլ էլի աբսուրդային իրավիճակում տնային կալանքի պայմաններում, մի հատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։ Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհանկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական եւ մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաեւ ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ եւ ամփոփեմ։ Ժորժ ջան, պատկերացրեք, երբ գնում ես քրեակատարողական հիմնարկ, այն էլ հայտնի ԱԱՑ-ի պատվալ կոչված մեկուսարանը, որտեղ 7 ամիս գտնվել է Սամվել Կարապետյանը, ու երբ դու չգիտես որպես իրավաբան, որպես փաստաբան, լավ, ինչ պետքա բացատրես այդ ամեն ինչի վերաբերյալ։ Լավ, ոնց է ստացվում, որ դատավորները նման որոշումներ են կայացնում եւ այլն։ Եվ տեսնում ես մարդու, ում ժպիտը դեմքին է, տրամադրությունը տեղն է եւ չունի որևէ մի ընկճվածություն։ Մենք գործընկերներով, փաստաբաններով գնում էինք Սամվել Կարապետյանի մոտ, ընկճված դուրս էին գալի տրամադրություններս բարձր։ Ինքը կարողանում է տենց։ Թե ոնց է կարողանում, վստահ եմ, առիթը կլինի դուք իրեն կհարցնեք։ Որովհետեւ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ։ Միանշանակ, մի վարքյան չկասկածեք, որտեղ արդարությունը հաղթելու է, դրան երկրորդ տարբերակ չկա, այո։ Շնորհակալություն Ժորժ ջան։